Գնեք Սանկերամիկա կամ Լոգարսենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ։ Կարևոր ռազմավարական զարգացման շրջանակում Հայաստանը ավարտում է Հնդկաստանի հետ AJL ընկերության թողարկած Su-30MK-ի բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման շուրջ պատմական գործարքը, գրում է Indian Defense News կայքը։ Ներկա պահին բանակցությունների փուլում գտնվող համաձայնագիրը դիտվում է իբրև ռազմավարական պատասխան Ադրբեջանի կողմից վերջերս Պակիստանում արտադրված 40 միավոր GF-17 բլոկ 3 կործանիչներ գնելուն։ Այդ գործարքը խորացնում է հնդկա-հայաստանյան պաշտպանական համագործակցությունը, որը հաջորդում է վերջին տարիներին կնքված բազմաթիվ զենքի պայմանագրերին, դրանց թվում պինակա, հրթիռային համակարգերին, Swatch-ի մարտկոցային ռադարներին եւ առաջադեմ հակատանկային զինամթերքին, գրում է պորտալը։ Նշվում է, որ Su-30MK-ի կործանիչների ներդրումը զգալիորեն կբարձրացնի տեխնոլոգիապես արդիականացված GF-17 ինքնաթիռների նավատորմի դեմ Հայաստանի զսպման ու հեռահար օդային մարտական հնարավորությունները։ Հնդկաստանի համար սա պաշտպանության արտահանման ոլորտում խոշոր առաջընթաց է։ Su-30MK-ի հարթակը, որը երկար ժամանակ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հիմքն էր, հայտնի է իր AL-31FP կրկնակի շարժիչներով, առաջադեմ ռադարային համալիրով ու հնդկական ու ռուսական արտադրության ռազմամթերքը ինտեգրելու հնարավորությամբ։ Գործարքը, որի արժեքը ենթադրաբար կկազմի 2.5-ից 3 միլիարդ դոլար, սկզբնական փուլում հավանաբար կներառի 8-ից 12 Su-30MK-ի ինքնաթիռների մատակարարում, ինչպես նաև դրանց առնչվող վարժանքներ, ցամաքային աջակցություն ու սպառազինության անհատական ինտեգրում։ Մատակարարումները նախատեսում է սկսել 2027 թվականի վերջին, իսկ վերջնական հանձնումը 29 թվականին AJL Հնդկաստանի ռազմաօդային ուժերի համար արտադրության ներկայիս պարտավորություններին համահունչ։ Այս ձեռքբերումը դարձավ 20 թվականից ի վեր հնդկա-հայաստանյան պաշտպանական պայմանագրերի, դրանց թվում պինակա, բազմափողային հրթիռների կայանքների, Swatch-ի զենքի հայտնաբերման ռադարների ու հակատանկային կառավարվող հրթիռների ձեռքբերման վերաբերյալ կնքված շարքի շարունակություն։ Այս քայլը նշանակում է, որ Երևանը շարունակում է կենտրոնանալ հնդկական պաշտպանական տեխնոլոգիաների վրա, շարունակվող տարածաշրջանային ռազմական գործողությունների պայմաններում Ռուսաստանից կախվածությունը հաղթահարելու համար։ Su-30MK-ի հայկական տարբերակը, ինչպես սպասվում է, կհագեցնի հնդկական արդիականացված համակարգերով, մասնավորապես 8AESA ռադարով, Astra MK1 եւ MK2 հեռահար հրթիռներով, ինչպես նաև դրդո ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրով։ Այս կատարելագործումները չինական KLG-7A ռադարի եւ GF-17C-ի վրա տեղադրված PL-15 հրթիռային համակարգերի համեմատ ինքնաթիռին իրավիճակի նկատմամբ գերազանց իրազեկվածություն ու մարտական դիմացկունություն կապահովեն։ Հայաստանի համար այս համաձայնագիրը կդառնա իր պաշտպանական արտահանման պատմության մեջ խոշորագույններից մեկը եւ կամրապնդի AJL-ի հեղինակությունը որպես ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ արտադրող։ Այն միաժամանակ ամրապնդում է Հնդկաստանի ռազմավարական ազդեցությունը Կովկասի տարածաշրջանում, դիրքավորելով Նյու Դելհին իբրև հուսալի անվտանգության գործընկեր Թուրքիայի, Պակիստանի ու Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական դինամիկայի փոփոխության պայմաններում։ Առաջարկվող հայկական տարբերակը, ինչպես սպասվում է, կհագեցնի հնդկական համակարգերով, մասնավորապես 8AESA ռադարով, Astra հեռահար հրթիռներով եւ նոր սերնդի ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներով։ Նման կոնֆիգուրացիան կարող է հայկական Su-30MK-ի ինքնաթիռից մինչև օրս ամենաառաջադեմ արտահանման տարբերակներից մեկը դարձնել։ Ռազմավարական առումով այս ձեռքբերումը ընդգծում է Երևանի կողմնորոշումը Նյու Դելհիի ուղղությամբ իբրև հիմնական պաշտպանական գործընկեր Բաքվի եւ Անկարայի հետ շարունակվող լարվածության պայմաններում։ Ինչ վերաբերում է Հնդկաստանին, այն ամրապնդում է իր կարգավիճակը որպես հուսալի զենքի մատակարար Եվրասիական տարածաշրջանում եւ ամրապնդում իր աշխարհաքաղաքական դիրքը ռազմական գործողությունների թատերաբեմում, որն ավանդաբար Ռուսաստանի եւ Թուրքիայի ազդեցության տակ է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի պլանավորում մասնակցել 26 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հաղորդում է ադրբեջանական Կալիբր ES պարբերականը, հղումանելով դիվանագիտական աղբյուրին։ Եղկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դել չի տալիս Ալիևի այցը Երևան դիտարկել որպես արդիական քայլ։ Ադրբեջանը ելնում է իրական գործողությունների սկզբունքից, բարձր մակարդակի այցն առանց ստորագրված խաղաղության պայմանագրի եւ առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող էր կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին, քանի դեռ իրավական բազան ձևակերպված չէ եւ պարտավորությունները չեն կատարվել, նման քայլերը անժամանակ կարող են լինել։ Պարբերականը մեջբերում է աղբյուրի խոսքերը։ Նրա խոսքով ապագայում բարձր մակարդակի այցելությունների հեռանկարը չի բացառվում, ընդհակառակը խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ իրականացումից հետո Բաքվի կարծիքով սա կլինի գործընթացի տրամաբանական շարունակությունը։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանը լրագրողներին հայտնել էր, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիևը հրավիրվել են Երևան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար, որը տեղի կունենա հաջորդ գարնանը։ Իդեպ այսօր թեմային անդրադարձել է նաև ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը, մեջբերելով վերջերս Գաֆարովայի հետ հանդիպումը եւ նաև մանրամասներ հայտնելով առաջիկայում նա չի բացառել Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանականների փոխադարձ այցելությունները։ Ուրեմն պատրաստ եղեք, հարգելի լրագրողներ, հարգելի ժողովուրդ։ Ադրբեջանական պատվիրակություններ այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակություններ այցելելու են Ադրբեջան, իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների պահվող անձանց մասին հարցը, որը որ մեծագույն խնդրեմ է, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են եւ մենք այդ շփումները խորացնելու ենք եւ երբ որ ես ասում եմ մենք, ես նկատի ունեմ, որ դա նաեւ իմ ընկալմամբ իմ վերջի շփումների հետևանքով իմ ընկալումն է, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է։ Չեմ համարում, որ սա վերջնական պատասխանը, մենք անկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրաց համար կեղծ տպավորություն Եվ այս պահին զրուցելու եմ ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արտյոմ Մեհրաբյանի հետ։ Պարոն Մեհրաբյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Մեհրաբյան, Հայաստանը գնում է հնդկական Su-30 MK-ի կործանիչներ, մինչև Ադրբեջանը զինվում է պակիստանյան JF-17-երով։ Սա նոր սպառազինման մրցավազք կարող ենք դիտարկել Կովկասում, թե ոչ, թե ռազմավարական հավասարակշռությունը բալանսավորելու եւ վերականգնելու խնդիր է դրված, համեցեք։ Ճիշտն ասած, ես այս հարցով զերծ կմնամ որովիցե մեկնաբանություններ անել, քանի որ կա համապատասխան գերատեսչություն եւ մենք սպասենք իրանց արձագանքին։ Ես հատված եմ այս մեկնաբանությունը տալ։ Լավ, եթե նույնիսկ ուրեմն չեք մանրամասնում այս գործարքի հետ կապված ձեր գնահատականները, այնուհամենայնիվ կարող ենք արձանագրել, որ նման գործարքը կտրում է Հայաստանի կախվածությունը մեծ հաշվով Ռուսաստանից եւ նաեւ վերջին ամիսների ու վերջին տարիների համագործակցությունը բազմավեկտոր ռազմական առումով տարբեր երկրների հետ մեծ հաշվով նաեւ զենքերի մատակարարման հետ կապված ցույց է տալիս Հայաստանի իրականացվող դիվերսիֆիկացիան։ Ասեմ ձեզ, որ Հնդկաստանի հետ մեր ունեցած պայմանագրերը եւ ոչ միայն Հնդկաստանի հետ, դա շատ կարեւոր է մեր պետության համար ու մեր կառավարության ամենակարևորագույն ձեռքբերումներից մեկն էր, որ մենք այս տարիների ընթացքում մենք կարողացանք հասնենք դրան, որպեսզի որ Հայաստանը մի մատակարար չունենա, այսինքն մի ժամանակ Ռուսաստանի դաշնություններ, իսկ այս պահին մենք ունենք բազմաթիվ պայմանագրեր եւ բազմաթիվ պետությունների հետ փորձում ենք աշխատել ու դա շատ կարեւոր է մեր պետության համար։ Միանշանակ դա շատ մեր պետության համար ամենակարևորագույն ձեռքբերումներից մեկն է, որ մենք ունենք Հնդկաստանի եւ այլ պետությունների հետ պայմանագրեր։ Տեսեք, Հնդկաստանը ըստ էության վերջին շրջանում մուտք է գործում Կովկաս զենք վաճառելով Հայաստանին նաև Հայաստանի հետ ունի լուրջ այսպես համագործակցություն, ընդհանրապես ձեր գնահատմամբ սա ինչ հետևանքներ կունենա Ռուսաստանի եւ Իրանի ազդեցության վրա տարածաշրջանում։
Տեսեք, ես իմ մեկնաբանությունը հետևյալ կլինի, մենք եկեք գանք ֆիքսենք սկզբից, թե պատերազմից հետո Հնդկաստանը այն պետություններից մեկն էր ամենաառաջի, որը Հայաստանի Հանրապետության հետ կնքեց նման պայմանագիր, եւ մենք հստակ նաեւ ասում ենք, որ այն բոլոր զինամթերքները, որը մենք զենքերը, որ մենք ձեռք ենք բերում, դա զուտ մեր Հայաստանի Հանրապետության պաշտպանողականությունը ավելի բարձրացնելու համար է։ Այսինքն իմ կարծիքով իրանք այդ մասով ոչ մի ինչ-որ առարկություններ չպետք է ունենան, որովհետև մենք անկախ պետություն ենք, նաև մենք ունենք մեր արժև դրված որոշակի հարցեր եւ խնդիրներ, որը պետք է լուծենք, որը մեր պաշտպանողականությունը կրկնվեմ, փորձելով բարձրացնենք։ Տեսեք, պարոն Մեհրաբյան, ընդհանրապես Su-30 MK-ի հնդկական տարբերակը, եթե դիտարկենք ռադարով եւ աստրահրթիռներով, իրական մարտական պայմաններում դրանք կարող են գերազանցել Ադրբեջանի GF-17 բլոկ 3-ին, թե ոչ, մասնագիտական ձեր գնահատականը։ Տեսեք, եթե մենք ընդհանուր վերցնենք որպես զինատեսակներ, իրանք այո շատ կարևոր զենքեր են ու դա այո կարող է նաև լինի տվյալ զինատեսակներին դեմ հակադրող միջոցներ։ Եթե հնդկական կործանիչների մատակարարումը նախատեսվում է մինչև 29 թվական, ինչպես է Հայաստանը լուծելու իր օդային պաշտպանության հարցը այս ընթացքում, ինչ քայլեր են իրականացվում։ Մենք անընդհատ փորձում ենք փորձենք այդ բաների մասին խոսալ, ես նորից կկրկնվեմ, ես ձեզ կմնամ որովհետեւ այդ մասով կարծիք հայտնել, եկեք այդ մասով ես ոչ մի պատասխան չտամ, սպասենք մեր համապատասխան գերատեսչության հայտարարությանը։ Լավ, ի վերջո ժամանակից շուտ պետք է ինչ-որ բան ասել։ Լավ, ինչ է ձեզ հայտնի Հայաստանի ընդհանրապես տարբեր երկրների հետ գոնե այս ռազմական դիվերսիֆիկացիայից, ի վերջո Հայաստանը այսպիսի քայլերով գնում է կախվածությունը թուլացնելու ճանապարհով Ռուսաստանից, վերջին տարիների քաղաքականությունը կա։ Տեսեք, այո, ես համաձայն եմ, դուք ճիշտ եք, այո, մենք ուզում ենք կախվածությունը մեկ պետությունից, այսինքն մենք ունենանք բազմաթիվ պետությունների հետ համագործակցություն, ընդհանուր նաև մենք շեշտ ենք դրել մեր ներքին արտադրությունը ռազմաարդյունաբերության զարգացման վրա ենք աշխատանքներ տանում, այսինքն 2023 թվականին մենք հսկայական քայլ արեցինք այդ մասով, այսինքն միանշանակ Հայաստանի Հանրապետությունը պետք է կախված չլինի ինչ-որ մի պետությունից։ Այսինքն մենք այսօրվա դրությամբ մեր պաշտպանության նախարարությունը այդ հարցը լուծել է եւ Հայաստանի Հանրապետությունը մեկ պետությունից կախվածություն չունի այդ մասով։ Տեսեք, պարոն Մեհրաբյան, կուզեի անդրադառնանք նաև այսօր Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, մինչ Ադրբեջանը հայտարարում է, որ ըստ էության Ալիևի մակարդակով չի ժամանի Հայաստան, այսօր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ Ադրբեջանի գործընկերների հետ փաստորեն նաև Գաֆարովայի վերջին հանդիպումից հետո պարզ է դարձել, որ այսպես խորհրդարանական մակարդակով կլինեն փոխայցեր, դուք ինչպես եք գնահատում։ Տեսեք, ցանկացած քայլ թեկուզ խորհրդանական իրանց հանձնաժողովի նախագահ ղեկավարի այցը Հայաստանի Հանրապետություն արդեն ինքն իրանով դա կարևորագույն քայլերից մեկն է մեր խաղաղությունը ամրապնդելու հետ կապված այդ մասով ես իմ մեկնաբանությունը է որ այո միգուցե Ադրբեջանի նախագահ չի այցելի, բայց ազգային ժողովի նախագահի այցը Հայաստան արդեն մեծ կարևոր քայլ է մեր խաղաղության հետ կապված։ Իսկ առհասարակ դիտարկում եք մինչև օրինակ խորհրդարանական ընտրություններ, պայմանագրի հնարավոր կյանքի կոչումը, քանի որ շատ է խոսվում վերջին շրջանում, ըստ էության նաև Ալիևը իր հայտարարության մեջ ակնարկում է մինչև պայմանագիրը, խաղաղության պայմանագիրը չստորագրվի, այդ այցը ըստ էության իրատեսական չի դիտարկվում։ Տեսեք, մենք պետք է ֆիքսենք մի բան, որ արդեն խաղաղությունը կա ու խաղաղությունը Հայաստանի Հանրապետություն եւ Ադրբեջանում ամեն աշխատանքները տարվում են, որպեսզի շատ մոտ ժամանակներում պայմանագրերը խաղաղության կնքվել ու եկեք ես չեմ ուզում կապել դա
ընդրությունների հետ, հա, այսինքն մեր նպատակը դա չի, դա որպես քարոզարշավի ինչ որ մի բան չեն մենք դիտարկում, մեր համար ամենակարևորը որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն լինի, ու մենք այդ բոլոր աշխատանքները տանում ենք, որ դա իրականացնենք ու կյանքի կոչենք, քայլերը արդեն արված են կարևորագույն, կսպասենք հետագա մեր համապատասխան կառույցների աշխատանքների շնորհիվ ունենանք այդ խաղաղությունը վերջապես ստորագրված։ Եվ նախորդին կառավարության նիստի ժամանակ հաստատվեց պարտադիր զինծառայության ուրեմն ժամկետների կրճատման նախագիծը 26 թվականից արդեն փաստորեն 2 տարվա փոխարեն 1.5 տարի ծառայությունը կիրականացվի։ Սա շատերը դիտարկում են նախընտրական տրամաբանության մեջ եւ հասարակության մոտ որոշակի դիվիդենդներ շահելու։ Ինչ կասեք այս մասով, պարոն Մեհրաբյան։ Տեսեք, ես կարճ կասեմ այդ մասով, թող վերցնեն մեր կառավարության ծրագիրը եւ այդ ծրագրում մենք հստակ նշել ենք, որ մեր ծրագրից կարևորագույն կետերից մեկն է, որ Հայաստանի Հանրապետությունում զինծառայության ժամկետները կրճատելն է։ Իսկն խոսալ դրա մասին, թե այս ամեն ինչը արվում է ընտրությունների մասում դիվիդենդներ հավաքել, ես դա համարում եմ մի քիչ անլուրջ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի Ազգային ժողովի Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանի հետ։ Կհանդիպենք։